Խաբարբզան ճնճղուկը Դուք իսկի իմացած կաք, որ ծիտը լիզու առնի, մաղթի նման խոսի, հարցրեց պապս: Դուք կասեք չէ: Ես էլ չէի հավատում, ամա արի տես, որ տեղը որ նեղանա, ծիտը լիզու կառնի ու կխոսի, այ լսեք պատմեմ ձեզ: Մեր գեղցի Սիմոնը մի օր վար անելիս ա լինում, տեսնում ա ակոսի միջին մի ճնճղուկ քուջուջ ա անում, փափախը գցում ա վրին, ճնճղուկը բռնում: Խեղճ ճնճղուկի սիրտը ուզում ա թե տրաքի, ամա վախիցը լիզու ա առնում ու սկսում խոսիլ: Սիմոն ասում ա, ինձ որ բաց թողնես, քեզ մի էնպես բան կասեմ, որ շնորհակալ կմնաս: Սիմոնը թե բաց եմ թողնելու, բա հո քեզ չեմ ուտելու, ասա տեսնեմ ինչ ես ասում: Սիմոն ասում ա ճնճղուկը, էսօր ճաշդ ո՞վ ա բերելու: Սիմոնը թե իմ կնիկը էլով: Դե որ կգա, ասում ա ճնճղուկը, կնկանդ աչքերին մի լավ սուր մտիկ կանես, թե իրան կորցրեց, կարմրեց, գիտենաս, որ էսօր ծուռ ա մանեկել, իրա հալալը հարամ ցրել ա, թե հու չէ, ուրեմ անմեղ ա: Տա այ ճնճղուկ դու ինչ գիտես մեր տան անցուդարձը, հարցնում ա Սիմոնը: Ճնճղուկը թե ձեր կտրի տակին մի ճնճղուկի բույն կա, էդ բնի միջին ճնճղուկն ա ասել հորեղբորս կնկանը, հորեղբորս կնիկն էլ ասել ա տալին, տալն էլ ինձ ա ասել, երդում կրակ եմ կերել, որ մարդի չեմ ասիլ, ամա դե տենը մեզ էլի իշխան լեղն ա տեղս, ոնց չասեի որ: Սիմոնը էս որ իմանում ա, էն ա հո իրան ուտում ա, մինչև կեսօրին կնիկը հաց ա բերում նրա համար, սուր մտիկ ա անում կնկա աչքերի միջին, կնիկը իրեն կորցնում ա, կարմրում ա ու սփռտնում: Այ կնիկ, ասում ա Սիմոնը, դու էսօր ծուռ ես մանեկել, քու հալալը հարամ ցրել ես: Վայ քու, էդ ով ասես, ծվում ա կնիկը: Մեր կտրի տակի ճնճղուկ, ասում ա Սիմոնը: Կնիկը սկսում ա լաց լինել, թե սուտ ա, էդպես բան չի եղել: Համա էլուր, իրեն մատնել էր արդեն, համ լաց էր լինում, համ էլ մտքումն ասում, հիմի կաց տես ինչ սև եմ բերելու գլխին, լիզուն կտրեմ գցեմ շանը, հարամ լինի էն կուտը, որ տվել էի նրան, թե ինչ ա սուսանի: Էլ ինչ ասեմ, էնա գիտեք էլի մեր Սիմոնի կրակ խասյաթը, ինչ կուտացներ կնկանը: Կնիկն էլ տուն հասնելու պես վեր ա ունում ծախավելը, իշխան կտրի տակին ծտի բուն կա քար ու քանդ անում: Հիմի հո տեսաք, որ ծիտը լիզու ունի, անմեղ երեխանցն ու միամիտ կնանոցը տենց են խաբում էլի, որ ասում են թե ծիտը խաբար բերեց: Երբ որ մի կուշտ ծիծաղեցին էս հեքիաթի վրա, պապս ասեց, դուք լավ եք ճանաչում մեր Սիմոնին էլ, նրա կնկան էլ, անունները որ փոխեք, հրեն երկուսն էլ մեր գեղումն են: Զարմանալին էն ա, որ էդ Սիմոնի կնիկը համ ծուռ ա մանեկել, իր հալալը հարամ ցրել ա, հետն էլ իշխան միամիտ ու շաշ ա եղել, որ հավատացել ա ծտի խաբար բերելուն: Էստեղ խոսքը նորից պտիտ եկավ, հասավ պապիս կողքին նստած նրա ընկերներից մեկին, սա էլ թե ես ձեզ իսկական մեր գեղումը պատահած մի բան կպատմեմ, որ հիմի բերնեբերան ընկած հեքիաթ ա դառել: Խաբարբզան ճնճղուկը